Нельзя согласиться с существованием суверенной Армении или суверенной Չպետք է համաձայնել ինքնիշխան Հայաստանի գոյության հետ, կամ Այսպես ռուս փիլիսոփա քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը թվարկում է հետխորհրդային երկրները, առաջարկելով объявить империей Россию, հայտարարել Ռուսաստանի կայսրություն, հրաժարվել միջազգային իրավունքից, որը ոչ ոք այլևս հաշվի չի առնում, մոռանալ, որ այն գոյություն ունի։ Игры кончились. Միջազգային իրավունքը մոռանալու մասին մոտ մեկ շաբաթ առաջ էլ հայտարարում էր Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից Վլադիմիր Սոլովյովը։ Потеря Армении – вот это гигантская проблема. Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Плевать на международные правила, международный порядок. Հոգոցով ու այսպես ձայնարկությամբ ՌԴ-ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սկսում մեկնաբանելը Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությունը։ Во-первых, речь идет о мнении ժուրնալիստը, подчеркну, мнение. Առաջին հերթին խոսքը լրագրողի կարծիքի մասին է, ընդգծում եմ, կարծիքի։ Դա մի քաղաքական գիծն է, եւ եթե առաջին դեպքում Մարիա Զախարովան դա բացատրում է, որ դա լրագրողի անձնական կարծիքն է, ապա Դուգինի պարագայում մենք գիտենք, որ այսօրվա Կրեմլի աշխարհաքաղաքական գաղափարախոսության հիմքում հենց Դուգինի ուսմունքն է, դուգինիզմն է, որի հիման վրա նաև սանձարձել էր այդ պատերազմը Ուկրաինայի հանդեպ, նաև իր ներխուժումը 2008 թվականին Վրաստան։ Ռուսաստանից եկող խոսույթը Ռուսաստանի ցանկալի քաղաքական գիծն է, որի մասին բոլոր հնարավոր առիթներով մատնանշում արվում է։ Նախագահի խորհրդական ամիսներ առաջ ասել էր, որ ընդհանրապես անկախ պետությունները, որոնք ձևավորվեցին խորհրդային միության փլուզման արդյունքում, իրավաչափորեն հակաիրավական է տեղ ունեցել մի խոսքով, այսինքն իրենք չեն ճանաչում այս 14 ձևավորված անկախ պետությունները, Ռուսաստանը հանած որպես անկախ պետություն։ Աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին հատկապես ավելի բաց տեքստով են սկսել խոսել, քանի որ հարավային Կովկասում անկախ երկրների ինքնիշխանությունը բարձրացնող գործընթացներ են հունցվում։ Տեսնում ենք զուգահեռաբար իրենք թե իրենց հերթորաբանությունն են սաստկացնում, թե իրենք զարգացնում իրենց փափուկ ուժը։ Իսկ փափուկ ուժը գործում է իրենց ֆիլմերով, իրենց մշակութային տարատեսակ գործունեությամբ, տներ են բացվում, ռուսական գրքի, կարծեմ այդպես է կոչվում, Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպության հովանու ներքո ամբողջ Հայաստանի տարածքում եւ իրենց հիմնական նպատակը այդ ռուսական նարատիվների տարածումը, որպեսզի ցույց տան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ժողովրդին մենք ձեզ սիրում ենք, տեսեք ինչ ֆիլմեր ենք նկարում, տեսեք ինչ կրթական գործեր ենք անում, այլ ձեր իշխանությունը լավը չէ։ Օրինակ 2024 թվականի ապրիլին Ռուսաստանում հիմնադրված Եվրասիա հասարակական կազմակերպությունը, որը ներկայանում է որպես հետխորհրդային տարածքում բացառապես կրթական, մշակութային, մարդասիրական բնույթի ծրագրեր իրականացնող կազմակերպություն, բայց կազմակերպության ղեկավարներից մինչև անդամները աչքի են ընկնում հետխորհրդային տարածքի երկրների ներքին քաղաքական գործերին միջամտության փորձերով։ Օրինակ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի կազմում են Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխխոսնակ Բորիս Չերնիշովը, Ռուսաստանյան պետական Russia Today գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ՌԴ ռազմական արդյունաբերության խոշոր ֆինանսավորող Պրոմսվիազբանկի նախագահ Պյոտր Ֆրատկովը, Մոլդովայի իրավապահներից թաքնվող ռուսամետ գործարար Իլան Շորը եւ այլն։ Վերադառնալով Դուգինի հնչեցրած դիրքորոշմանը քաղաքագետը հիշեցնում է։ Չմոռանանք, որ երբ տեղի ունեցավ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը, Դուգինը քանիցս սաստել էր Ադրբեջանի նախագահին, որ այ մենք մեր կողմից մեր պարտականությունը կատարեցինք, բայց դուք ձեր կողմից, որ պետք է միանայիք ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին չեք անում, այսինքն իրենք բացեիբաց խոսում են նաեւ, որ 44-օրյա պատերազմը իրենց դիրիժորությամբ է տեղի ունեցել եւ ընդհանրապես Հայաստանը պետք է լիներ առաջին այդ ծիծեռնակը, այսպես ասած, իրենց այդ նեոկայսրական նկրտումներում, որովհետեւ նոյեմբերի 9-րդ կետի ականը Հայաստանի Հանրապետության տակ էր դրված։ Կարևոր է համարում, որ այս ու այսպիսի հայտարարությունները հայկական մուլտիպլեքսով այլևս չեն հնչում։ Սոլովյովի հունվարի 10-ին հեռարձակված հաղորդումը եւս Հայաստանում չի սփռվել հանրային մուլտիպլեքսով։ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում դադարեցվել է դեռևս 2 տարի առաջ։ Մինչ այդ Սոլովյովի հաղորդումների ընթացքում հաճախ թեման Հայաստանն ու Հայաստանի իշխանություններ մանիպուլացնող վիրավորական բնորոշումներով, երբ ժամանակը գա, իրենց լեզվով իրենց կլինի արձագանք։ Սոլովյովի Դուգին հնչեցրած հայտարարություններին Հայաստանի ԱԺ նախագահի արձագանքն է։ Պաշտոնական ներկայացուցիչը տեսնում եք ոնց է
ամեն ձև սեթևեթում, ամեն ձև փորձում ներկայացնել, որ դե դա նկատի չուներ, բայց չէ որ հարցնում էր եւ այլը եւ այլը եւ այլը։ Ես չգիտեմ, եթե իրանց այդ ֆորմատը լավ է, երբ որ մի հատ ոչ պաշտոնական ասեցի ինչ նապալը չկի, ասում է, իսկ հետո բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են արդարանալ, չգիտեմ, իրանց աշխատելավոճն է, բայց ինչպես ասացի, ժամանակին, տեղին, պատեպահին այդ պատասխանները կան ու կլինեն։ Իրինամ Կրչյան, Արման Թովմասյան, լուրեր։